Կենսաբանությունը գիտություն է կենդանի օրգանիզմների մասին։ Մենք սկսում ենք մի գիտակարգ, որը նվիրված է կենսաբանությանը, իսկ ավելի կոնկրետ կենսաբանության ճյուղերից ամենանորագույններից մեկին մոլեկուլային կենսաբանությանը։ Մոլեկուլային կենսաբանությունը ուսումնասիրելու է կենսաբանության այն ուղղությունները, որոնք կապ ունեն մոլեկուլային մակարդակի հետ, ի տարբերություն կենսաբանության շատ այլ ուղղությունների, որոնք ուսումնասիրում են հենց օրգանիզմները օրգանիզմի մակարդակում, պոպուլյացիայի մակարդակում կամ առանձին բջիջների մակարդակում։ Մոլեկուլային կենսաբանությունը որպես կենսաբանության առանձին ուղղություն առաջացել է ոչ շատ վաղուց 1950-ական թվականներին եւ դրա համար մենք համարում ենք, որ մոլեկուլային կենսաբանությունը ինքնին երիտասարդ գիտություն է։ Չնայած ինքնին մոլեկուլային կենսաբանությունը նոր գիտություն է, բայց այն կենսաբանության մի մասն է հանդիսանում։ Իսկ կենսաբանությունը որպես գիտություն, ինչպես նշեցի, դա այն գիտությունն է, որ ուսումնասիրում է կենդանի օրգանիզմներին։ Եվ կենդանի օրգանիզմների ուսումնասիրությունները սկսվել են դեռևս սրանից շատ դարեր առաջ, երբ որ մարդը առաջին անգամ գիտակցեց, որ նա ի տարբերություն շրջակա աշխարհի, նա անկենդան օրգանիզմ չէ, նա կարողանում է տարբերել շրջակա աշխարհը եւ առաջին հերթին սկսեց ինքն իրեն տարանջատել այդ շրջակա աշխարհից։ Հենց այդ պահից սկսած մարդը նաեւ սկսեց ուսումնասիրել շրջակա աշխարհի մնացած կենդանի օրգանիզմներին, նաեւ ինքն իրեն, եւ այդ պահից սկսվեց կենսաբանությունը։ Սկզբնական շրջանում մարդիկ կենսաբանությանը վերաբերվում էին որպես բժշկության մի մաս, այսինքն դեռևս Բաբելոնյան ժամանակաշրջանում, երբ որ Համուրաբիի օրենքները գրվեցին եւ հայտնաբերվեցին այդ Համուրաբիի օրենքները, այնտեղ արդեն կային առաջին կանոնակարգերը, թե ինչպես մարդիկ պետք է իրենց անձնական հիգիենային վերաբերվեն, ինչպես պետք է շրջակա միջավայրին վերաբերվեն, ինչպիսի փոխհարաբերություններ պետք է լինեն բժշկության մեջ եւ համարվում է, որ մեր թվարկությունից առաջ 1700 թվականին գրված այդ օրենքները առաջին անդրադարձն են նաև կենսաբանության հետ կապված երևույթներին։ Սակայն մարդիկ այն ժամանակ եւ դեռևս երկար դարեր շարունակ կենսաբանությանը վերաբերվում էին որպես մի գործունեություն, որը թույլ էր տալիս ուսումնասիրել ոչ թե շրջակա աշխարհի կենդանի օրգանիզմները, այլ այդ կենդանի օրգանիզմների միջոցով բացահայտել այն գերբնական ուժերը, որոնք ստեղծել են այդ կենդանի օրգանիզմներին եւ որոնք կառավարում են այդ կենդանի օրգանիզմները։ Եվ այդ ստերեոտիպը, որ կենսաբանության միջոցով հնարավոր է բացահայտել ինչ-որ գերբնական ուժերի, չէր թողնում, որպեսզի կենսաբանությունը որպես գիտություն կայանար եւ որպես գիտություն զարգանար։ Սակայն ստերեոտիպերից առաջի այսպես անջատումը, ստերեոտիպերից ազատումը տեղի ունեցավ մոտավորապես մեր թվարկությունից առաջ 500-րդ թվականին, երբ որ Ալկմեոնը նկարագրեց անատոմիական իր աշխատանքներում աչքի ներվը։ Դա համարվում է առաջին անատոմիական աշխատանքը ընդհանրապես մարդկության պատմության մեջ, երբ որ այդ հույն գիտնականը շատ պրիմիտիվ անատոմիական հետազոտություններ կատարեց եւ հավի էմբրիոնի վրա նկարագրեց, թե ինչպես է առաջանում աչքը եւ ընդհանրապես հավի էմբրիոնը ինչպես է զարգանում ծվի մեջ։ Սա առաջին անդրադարձն էր ըստ էության անատոմիային կենսաբանական հետազոտություններին, որը որևէ կապ չուներ ինչ-որ գերբնական ուժերի հետ, ինչ-որ դիցաբանության հետ։ Ալկմեոնի աշխատանքներից հետո շատ կարճ ժամանակ անց իհարկե հին հունական, այսպես ասած, թատերաբեմի վրա բարձրացավ մեկ այլ շատ հայտնի հույն գիտնական, որը ավելի շուտ համարվում է բժիշկ, քան թե գիտնական, դա իհարկե Հիպոկրատն էր։ Հիպոկրատը ստեղծեց իր դպրոցը հայտնի բժշկական եւ այդ բժշկական դպրոցի հետևորդները իր աշակերտներ եւ ինքը նաեւ Հիպոկրատը բազմաթիվ աշխատանքներ կատարեցին բժշկության ոլորտում եւ հատկապես անատոմիայի։ Եվ ամենակարևոր հիվանդություններից մեկը, որը Հիպոկրատը ուսումնասիրեց, դա էպիլեպսիան էր։ Ինչու եմ ես կանգ առնում Հիպոկրատի վրա, որովհետեւ նա առաջին հույն բժիշկը կամ գիտնականն էր, որը հիվանդությունները տարանջատեց գերբնական ուժերից։ Նա համարեց, որ հիվանդությունների առաջացման մեջ գերբնական ուժերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Հիվանդությունները ընդհանրապես օրգանիզմի նորմալ կենսագործունեության խանգարման հետևանք են։ Եվ այդ գերբնական ուժերից տարանջատվելը օգնեց, որպեսզի Հիպոկրատը շատ հեշտությամբ սկսի ուսումնասիրել այդ հիվանդությունները, այնտեղ չտեսնելով որևէ գերբնական ինչ-որ ազդեցություն։ Եվ էպիլեպսիան նրա պատահական թիրախներից մեկը չէր, որովհետև էպիլեպսիան համարվում էր ուրեմն այսպես դևերի հիվանդություն։
Եթե թույլ էպիլեպսիայով հիվանդ մարդիկ ուղղակի օրինակ հալյուցինացիաներ են ունենում, ապա էպիլեպսիայի ուժեղ նոպա ունեցող մարդիկ սովորաբար չեն կարողանում կառավարել իրենց մկանային շարժումները, ընկնում են այսպես ցնցումների մեջ, եւ այդ մարմնի տատանումները շատ նման են նրան, որ կարծես նրանց օրգանիզմ դևեր են մտել եւ դևերն են կառավարում այդ հիվանդներին։ Հիպոկրատը ասաց, որ այդպիսի բան չկա, դա ոչ մի կապ չունի դևերի հետ եւ հավանաբար էպիլեպսիան դա ուղակի գլխուղեղի, իսկ արդեն նա գիտեր թե ինչ բան է ուղեղը, գլխուղեղի խանգարման հետևանք է։ Եվ ըստ էության էպիլեպսիայի մասին նրա առաջի նկարագրությունները հնարավորություն տվեցին տարանջատել հիվանդությունները դիցաբանական ինչ-որ այսպես չար ուժերից կամ ինչ-որ գերբնական ազդեցություններից։ Հիպոկրատից հետո Հիպոկրատի դպրոցը իհարկե զարգացավ, նաև բազմաթիվ աշխատություններ անատոմիայի ոլորտում կատարվեցին, որոնք այսօր վերագրվում են Հիպոկրատին, բայց դրանք կատարվել են նրա աշակերտների կողմից, նույնիսկ այդ Հիպոկրատի երթում կոչվածը, որը այսօր բոլոր բժիշկները տալիս են դիպլոմը ստանալուց, նույնպես Հիպոկրատի հետ ըստ էության որևէ կապ չունի, դա գրվել է Հիպոկրատից շուտ 400 տարի անց, սակայն այդ աշխատանքները Հիպոկրատի դպրոցի ոգևորեցին շատ այլ հույն գիտնականների եւ իհարկե դրանց թվում Արիստոտելը առաջիններից մեկն էր, ով նույնպես զբաղվեց կենսաբանությամբ։ Այսօր Արիստոտելին մենք ավելի շատ գիտենք որպես փիլիսոփա, որպես մեխանիկայի, նաև ֆիզիկայի որոշ հետազոտություններ կատարող եւ շատ քչերը գիտեն, որ Արիստոտելը մեծ ներդրում է ունեցել կենսաբանության մեջ։ Նա ուսումնասիրել է 500-ից ավել բուսական եւ կենդանական տեսակներ եւ ըստ էության առաջին գիտնականներ, որի աշխատանքները հիմք հանդիսացան կենդանաբանության որպես առանձին գիտության կայացմանը, որտեղ իր այդ 500-ից ավել տեսակները, որոնք նա ուսումնասիրել էր կենսաբանական տեսակները, նրանք փորձեց նրանց դասակարգել ըստ նրանց արտաքին հատկանիշների եւ վարքի եւ բավական հաջող դասակարգում ստեղծեց իր ժամանակաշրջանի համար։ Արիստոտելից բացի երևի կարևոր է նշել նաեւ իր մեկ աշակերտին Թեոֆրաստին, որը ի տարբերություն իր ուսուցչի հիմնադիրն էր բուսաբանության։ Նա էլ նկարագրել էր 1000-ից ավել բուսական տեսակներ եւ հիմք էր հանդիսացել բուսաբանության առաջացմանը։ Սրանք այն գիտնականներն էին, որոնք հին Հունաստանում զբաղվում էին բժշկության հետ մեկտեղ նաև հենց կենդանի օրգանիզմների ուսումնասիրությամբ եւ դրա համար համարում ենք, որ նրանք մեծ ներդրում են ունեցել կենսաբանության մեջ։ Հին Հունաստանի գիտնականների աշխատանքներից հետո բավական երկար ժամանակ անկում սկսվեց գիտության մեջ եւ իհարկե նաեւ կենսաբանության մեջ որպես գիտության մի առանձին ճյուղի եւ այդ անկումը իր գագաթնակետին հասավ միջնադարում հատկապես քրիստոնեության ընդունումից հետո։ Քրիստոնեությունը համարեց, որ հին գիտնականների աշխատությունները եւ հատկապես այդ աշխատությունների փիլիսոփայական մասը հակասության մեջ է գտնվում քրիստոնեության էության հետ եւ հետեւաբար այն ամեն ինչ որ հակասում է քրիստոնեության էությանը պետք է արգելվի եւ ցանկացած գիտնականի աշխատություն պետք է վերացվի եւ ըստ էության միգուցե եւ Արիստոտելի, Հիպոկրատի եւ մյուս հույն գիտնականների աշխատանքները վերացվեին էլ աշխարհի երեսից եւ մենք այսօր որևէ բան չիմանայինք այդ աշխատանքների մասին, եթե չլներ մեկ այլ կրոն։ Եվ այդ կրոնը իսլամն էր։ Իսլամը, որը առաջացավ 7-րդ դարում եւ մեծ տարածում սկսեց գտնել շատ արագ, ուրեմն իսլամի ներկայացուցիչները, արաբները սկսեցին թարգմանել այն աշխատությունները, որոնք կատարվել էին հին հույների կողմից, Արիստոտելի, Հիպոկրատի, նրանց աշակերտների եւ այդ թարգմանությունների միջոցով նաեւ այդ աշխատությունները կենսաբանության ոլորտում փրկվեցին վերջնական կործանումից։ Եվ այստեղ մեծ, ուրեմն դերակատարում կատարեց Իբն Սինայը, կամ ինչպես նրան անվանում են Ավիցեննան, որը լինելով մեծ բժիշկ եւ ինքը լինելով մեծ գիտնական, որը ուսումնասիրել է բազմաթիվ հիվանդություններ, նաեւ լավ թարգմանիչ էր եւ թարգմանում էր Արիստոտելի, Հիպոկրատի աշխատանքները։ Եվ ամենապարադոքսալը կայանում է նրանում, որ Եվրոպայի գիտնականները, Եվրոպայի բժիշկները ծանոթացան Արիստոտելի, Հիպոկրատի աշխատանքի հետ շնորհիվ Ավիցեննայի թարգմանությունների։ Երբ որ խաչակրաց արշավանքների ժամանակ արդեն 11-րդ, 13-րդ դարում, երբ որ նրանք եկան եւ նվաճեցին Պաղեստինը, ծանոթացան արաբ գիտնականների աշխատանքների հետ եւ իրանց համար վերաբացահայտեցին հին Հունաստանի ուրեմն այդ մեծ մտածողների աշխատանքները։ Այսինքն 12-րդ, 13-րդ դարում Եվրոպան նորից բացահայտեց կենսաբանության այն բոլոր աշխատանքները անատոմիայի,
կենթանաբանության, բուսաբանության ոլորտում, որոնք արվել էին դեռևս իրենց իսկ եվրոպացիների հույների կողմից շատ դարեր առաջ։ Մինչև 15-րդ, 16-րդ դար, այսինքն մինչև 1500-ական թվականները կենսաբանությունը Եվրոպայում այսպես կիսալճացման փուլում էր գտնվում։ Հատկապես 16-րդ դարում եվրոպացի բժիշկները, հիմնականում Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, նրանք գտնվում էին հին Հունաստանի բժիշկների, Հիպոկրատի, Արիստոտելի աշխատանքների ազդեցության տակ։ Աշխատանքներ, որոնք նրանք բացահայտեցին Ավիցեննայի միջոցով, նրանց դարձեցին գերի հենց այն ուրեմն ստերեոտիպերի, որոնք հույներն էին ստեղծել, եւ նրանք այդ ստերեոտիպերից չէին կարողանում ազատվել, որի շնորհիվ եւ կենսաբանությունը այսպես շատ դանդաղեցված տեմպերով էր զարգանում։ Եվ այստեղ կարևոր է հիշել մեկ շատ հետաքրքիր ուրեմն դեպքի մասին, որը տեղի ունեցավ 16-րդ դարում շվեյցարացի բժիշկ, Շվեյցարիայի փոքր գյուղաքաղաքներից մեկում ֆոն Գուգենհեյմը մի այդպիսի բժիշկ կար, այն ժամանակ այդ գյուղաքաղաքը Բեռն էր, որ հիմա արդեն գյուղաքաղաք չի իհարկե, բայց այդ գյուղաքաղաքում ֆոն Գուգենհեյմը մի միջին ընտանիքի ներկայացուցիչ էր, բժիշկ, որ իրեն համարում էր նաև ալքիմիկոս, նա զբաղվում էր նաև քիմիայով, նա ուսումնասիրում էր բույսերը եւ հատկապես փորձում էր ուսումնասիրել բույսերի դերը հիվանդությունների բուժման մեջ, որպես դեղամիջոց օգտագործել բույսերը։ Նա ծանոթացավ բոլոր այդ հին Հունաստանի, նաև Ավիցեննայի, միջնադարի այլ ներկայացուցիչների աշխատանքների հետ եւ համարեց, որ այդ աշխատանքները բոլորը դրանք խենթություններ են, իրականության հետ որևէ կապ չունեն։ Նա սկսեց ամեն տեղ ուրեմն քննադատել Արիստոտելի, Հիպոկրատի աշխատանքները, իր ստեղծած տեսությունն էլ առանձնապես ոչ բանով չէր տարբերվում այդ Արիստոտելի, Հիպոկրատի տեսություններից, բայց նա արթը չէր բաց տոնում, որպեսզի քննադատեր նրանց եւ անդադ իր տեսության մասին էր խոսում։ Շատ շուտով Բեռնից մյուս բժիշկները, իր գոլեգաները վտարեցին ուրեմն այս կիսախենթ բժիշկին, բայց դա դրանով չէր կարևոր, այլ կարևոր է նրանով, որ 16-րդ դարի սկզբին վերջապես Եվրոպայում ի հայտ եկավ առաջի դեպքը, երբ որ լուրջ քննադատության էր ենթարկվում հին Հունաստանի ժամանակաշրջանի բժշկությունը։ Թեկուզ քննադատությունը հիմնված չէր որևէ մի լուրջ փաստերի վրա, բայց արդեն քննադատության արկայությունը վկայում էր այն մասին, որ եվրոպացի բժիշկների մտածելակերպում փոփոխություններ են սկսվում, որովհետև այն դիտարկտիկ փաստերը, որոնք կուտակվել էին վերջի դարերի ընթացքում, դրանք հակասում էին հին Հունաստանում ստեղծված տարբեր տեսություններին։ Եվ այդ առումով իհարկե ֆոն Գոգենհեյմի ուրեմն այդ քննադատական աշխատանքները բավականին ազդեցություն ունեցան։ Իհարկե կենսաբանությունը մեծ զարգացում ապրեց, այսպես մեծ խթան հանդիսացավ կենսաբանության զարգացման համար մանրադիտակի ստեղծումը, որը հենց համընկավ այդ ֆոն Գոգենհեյմի ժամանակաշրջանի հետ 16-րդ դարի սկիզբ, երբ որ ոսպնյակները սկսեցին օգտագործվել հիմնականում աստղաֆիզիկայի ոլորտում, գիտենք Գալիլեյն էր օգտագործում այդ ոսպնյակները աստղերը դիտելու համար իր աշակերտները, սակայն ոսպնյակները նաև սկսեցին օգտագործվել կենսաբանների կողմից, որպեսզի այդ նույն ոսպնյակների միջոցով, եթե կարելի է մեծացնել աստղեր, ապա կարելի է նաև մեծացնել մոտիկ գտնվող օբյեկտները։ Եվ դրանցից մեկը Յոն Ավերմոդը առաջին գիտնականներից մեկն էր, որը վերցրեց արյան կաթիլը, դրեց այդ ոսպնյակի տակ եւ ուզեց նայել, թե ինչ կա այդ արյան մեջ։ Առաջ կարծում էին, որ արյունը դա ուղղակի ինչ-որ կարմիր հեղուկ է։ Պարզվեց, որ այդ կարմիր հեղուկի մեջ բազմաթիվ լողացող տարրեր կան, որոնք անհայտ է ինչ էին իրանից ներկայացնում, բայց շարժվող մարսնիկներ էին, որոնք իհարկե հետո պարզվեց, որ բջիջներ են իրանցից ներկայացնում տարբեր տեսակի։ Բայց մանրադիտակի օգտագործման մեջ ամենամեծ դերը, ամենամեծ դերակատարումը ունեցավ Անտոնի վան Լևենհուկը։ Անտոնի վան Լևենհուկը ուներ փոքրիկ խանութ, որտեղ վաճառում էր տարբեր տեսակի կտորներ, կտավներ, եւ որպեսզի ստուգեր այդ կտորների, կտավների որակը, նա օգտագործում էր ոսպնյակներ, որոնց միջոցով մեծացնում էր եւ տեսնում էր արդյոք կտորները, կտավները բարձր որակ ունեն, թե ոչ։ Եվ նա նկատեց, որ այդ ոսպնյակները, որոնք նա օգտագործում է, բավականին կատարյալ չեն, որովհետև օբյեկտները որոշակի չափով մեծացնելուց հետո կորցնում էին իրենց հստակությունը եւ այլևս անհնար էր լինում լավ հստակ պատկեր ստանալ։ Նա սկսեց հղկել ոսպնյակները եւ բավականին լավ արդյունքների հասավ, ստանալով բավական որակյալ ոսպնյակներ
Եվ դրանից դուրս, այդ հղկումից աշխատանքներից դուրս նա որոշեց այդ ոսպնյակները օգտագործել շրջակա աշխարհ ուսումնասիրելու համար։ Առաջինը ինչ արեց, հենց իրենց քաղաքի գետից գնաց ջրի փորձանմուշ վերցրեց, մի կաթիլ կաթացրեց ոսպնյակի տակ եւ սկսեց նայել, թե ինչ կա այդ ջրի մեջ, եւ բացահայտեց մի այնպիսի աշխարհ, որը նա չէր սպասում։ Պարզվեց, որ ջրի մեջ ինչ ասես կարող է լողալ։ Տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ, որոնք սովորական աչքով ընդհանրապես չեն երևում, միկրոօրգանիզմներ, որոնք ունեն պոչեր, միկրոօրգանիզմներ, որոնք տարբեր ձև են շարժվում, տարբեր կառուցվածք ունեն։ Եվ մարդը, որը զբաղվում էր առևտուրով, սկսեց զբաղվել գիտությամբ, սկսեց նկարագրել մանրադիտակի տակ տեսած ցանկացած այն օբյեկտները, որոնք անհայտ էին միջև այդ, եւ այդ նամակները, նկարագրությամբ լի նամակները ուղարկեց Անգլիա, որտեղ սկսեցին տպվել իր աշխատանքները որպես գիտական հոդվածներ։ Այսպիսով արդեն այս երկու օրինակը ցույց են տալիս, թե ինչպես մեկ գործիքի բացահայտումը նպաստեց մի այնպիսի աշխարհի բացահայտմանը, որը աչքով անհնար էր բացահայտել, եւ սկիզբ դրվեց ուրեմն միկրոկենսաբանությանը, մանրէաբանությանը, այսինքն այնպիսի օբյեկտների ուսումնասիրությանը, որոնք չափազանց փոքր էին եւ տեսանելի չէին։ Նկարագրվեցին բազմաթիվ օբյեկտներ, եւ բակտերիաներ, եւ միաբջիջ օրգանիզմներ, նկարագրվեցին բուսական եւ կենդանական բազմաթիվ բջիջներ, արյան բջիջները նկարագրվեցին, եւ այդ բջիջների նկարագրման հետ մեկտեղ, այդ միկրոօրգանիզմների նկարագրման հետ մեկտեղ նաեւ լայն թափ առավ նորից շրջակա միջավայրի բուսական, կենդանական տեսակների նկարագրությունը, եւ արդեն 1700-ական թվականներին տասնյակ հազարավոր կենդանական եւ բուսական տեսակներ է, որ նկարագրվել էին, եւ ակնհայտ դարձավ, որ ժամանակն է, որպեսզի այդ տեսակները, այդ բուսական, կենդանական, ուրեմն բազմաթիվ տեսակները ինչ որ կերպ դասակարգվեն, որովհետեւ բազմաթիվ տեսակներ ունեին ընդհանուր նմանություններ, տեսակներ կային, որ իրար հետ ընդհանրապես նման չէին, եւ հարկ էր ինչ որ կերպ նրանց տարանջատել, դասակարգել, որպեսզի աշխատանքները բուսաբանության եւ կենդանաբանության ոլորտում ավելի հեշտացվեին։ Դասակարգման բազմաթիվ փորձեր կատարվեցին, սակայն ամենահաջողված եւ այսպես ամենահիմնարար աշխատանքներից մեկը Կարլ ֆոն Լինեի աշխատանքն էր, շվեդ կենդանաբան, ով շուրջ այն ժամանակ 70 արդեն հազար տեսակների դասակարգումը ստեղծեց, թե բուսական, թե կենդանական, բայց հիմնականում նա կենդանական տեսակների դասակարգումով էր զբաղվում։ Նա իրար նման տեսակները համախմբեց ցեղերի մեջ, ցեղերը կարգերի մեջ, կարգերը դասերի մեջ, եւ այդ դասակարգման միջոցով տարանջատեց 5 հիմնական դասերը, դրանք սողուններն էին, դրանք ձկները, դրանք կաթնասունները, երկկենցաղները եւ այսպես որդանմանները։ Այդ դասերի ստեղծումը կարծես հիմք հանդիսացավ դասակարգման ստեղծմանը։ Իհարկե հետագայում ապացուցվեց, որ Լինեի դասակարգումը դա ընդհանրապես սխալ չէ, սակայն կատարյալ դասակարգում չէ եւ բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց, սակայն Լինեյը հենց կենսաբանության ոլորտում դասակարգման առաջին հենց սիստեմատիզացիայի հիմնադիրն է հանդիսանում։ Շատ կարեւոր է նշել, որ Լինեյի աշխատանքը այդ դասակարգման, չնայած առաջինն էր, սակայն նախնական փորձերը դասակարգելու կենդանական աշխարհը գնում են մինչև Արիստոտելը։ Արիստոտելը, երբ որ նկարագրել էր այդ 500 տեսակները, նա փորձեց դրանք դասակարգել շատ պրիմիտիվ սկզբունքների հիման վրա։ Եվ իհարկե Լինեյը նաև օգտվեց իր նախորդների աշխատանքների դրական եւ բացական կողմերից եւ փորձեց ստեղծել դասակարգման ինչ-որ մի մեթոդ։ Եվ իհարկե Լինեյի դասակարգման հիման վրա ստեղծված այդ դասակարգման մեխանիզմում մի շատ կարևոր հարց էր առաջանում։ Արդյոք իրար նման տեսակները, որոնք Լինեյի դասակարգման մեջ գտնվում են իրար մոտ, դրանք առաջացել են ընդհանուր նախնիից, թե դրանք ընդհանրապես որևէ ընդհանուր նախնի չունեն եւ առաջացել են օրինակ ինչ-որ գերբնական ուժի, օրինակ Աստծո կողմից, եւ հենց այդպես էլ իրենք մնացել են դարերի, հազարամյակների ընթացքում։ Լինեյը նման հարցի ընդհանրապես չէր անդրադարձել։ Նա որևէ գաղափար չուներ նաև էվոլյուցիայի մասին, ինքնին Լինեյը բավական հավատացյալ մարդ էր եւ չէր հավատում որևէ աստիճանական զարգացմանը։ Էվոլյուցիայի, այսինքն աստիճանական զարգացմամբ տեսակների առաջացման աշխատությունները, առաջի աշխատությունները երևի թե կարելի է վերագրել Լամարկին, ով
ստեղծեց էվոլյուցիայի տեսության նախատիպը, պրոտոտիպը եւ Լամարկի աշխատության մեջ շատ կետեր իրականում բավական ակտուալ են մինչև այսօր, սակայն հիմնական բացասական, հիմնական սխալ կետը Լամարկի աշխատությունների մեջ կայանում էր նրանում, որ տեսակները կյանքի ընթացքում կարող են նոր հատկանիշներ ձեռք բերել եւ այդ հատկանիշները ժառանգել սերունդեսերունդ։ Սա իհարկե այդքան էլ ճիշտ չէր եւ հետագայում մերժվեց, սակայն Լամարկից հետո մի շարք այլ աշխատություններ արդեն սկսեցին նվիրվել հենց էվոլյուցիոն տեսությանը եւ այստեղ կարելի է հիշել եւ պետք է իհարկե հիշել ամենագլխավոր դերակատարին Չարլզ Դարվինին, ով էվոլյուցիոն տեսության հիմնադիրն էր եւ իհարկե շատ դժվար է կարճ այսպես անդրադարձ կատարել Չարլզ Դարվինի աշխատությանը, որտեղ դա շատ հիմնարար աշխատություն է, սակայն եթե շատ պարզեցնենք իր ամբողջ աշխատության իմաստը եւ մի քանի տողով, մի քանի նախադասությամբ ասենք, ապա Չարլզ Դարվինը առաջի գիտնականն էր, որը ցույց տվեց, որ շրջակա միջավայրի փոփոխություններին ի պատասխան փոփոխվում են նաև կենդանական եւ բուսական տեսակները եւ այդ փոփոխությունները աստիճանական փոփոխությունները դարերի, հազարավոր տարիների, միլիոնավոր տարիների ընթացքում հանգեցնում են նոր տեսակների առաջացմանը, այսինքն իրար մոտ գտնվող տեսակները, որոնք այդ լինեյան դասակարգման մեջ իրար մոտ էին գտնվում, առաջացել են անպայման ընդհանուր նախնիներից, որոնք աստիճանական փոփոխման են ենթարկվել, որտեղ փոփոխվել է նաև այն միջավայրը, որտեղ նրանք ապրել են։ Էվոլյուցիոն տեսության հետ մեկտեղ առաջացավ մեկ այլ հարց. ինչպես են շրջակա միջավայրի փոփոխության ի պատասխան փոփոխվում նաև տեսակները։ Այսինքն, ինչպես են այդ փոփոխությունները եւ առաջանում եւ ժառանգվում սերունդեսերունդ, որն է այն նյութը, որը ժառանգվում է մեկ սերնդից մյուս սերնդին։ Եվ ահա այստեղ աստորեն առաջի աշխատանքները, որոնք նվիրված են այդ ժառանգվող նյութի ուսումնասիրությանը, սկիզբ դրեցին մեկ այլ գիտության, կենսաբանության մեջ, որը կոչվում է գենետիկա։